2026 թվականին նախորդ տարվա համեմատությամբ առատ տեղումներով պայմանավորված մասնավորապես օրերի տաքանալուն զուգահեռ սպասվող ձնարկից հետո չեն բացառվում գետերի հնարավոր վարարումներ եւ ջրամբարների ծավալների մեծացում։ Այս մասին հայտնեցին հիդրոօթերոթաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանն ու նշված կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Մասնագետներն ասուլիսի ընթացքում ներկայացրին 2026 թվականի գարնանային վարարումների սպասվող եղանակային պայմանների վերաբերյալ կանխատեսումները։ Լևոն Ազիզյանի խոսքով 2025 թվականի նոյեմբեր, 2026 թվականի փետրվար-մարտ ամիսները առանձնացել են հիդրոօթերոթաբանական պայմաններով։ 2025 թվականի նոյեմբերը 1935 թվականից ի վեր եղել է երկրորդ ամենատաք եւ չոր ամիսը։ 2026 թվականին փետրվարի օդի միջին ջերմաստիճանը կազմել է 0.1 աստիճան, որը բարձր է եղել նորմայից 4.9 աստիճանով։ Մասնագետի դիտարկմամբ այս տարվա փետրվարը եղել է ամենատաքը դիտարկումների պատմության ամբողջ ընթացքում։ Ազիզյանի հավաստմամբ փետրվարը եղել է նաև բավականին տեղումնառատ։ Տեղումների ամսական քանակը կազմել է 78 մմ, որը մի քանի անգամ բարձր է նորմայից։ Իսկ ահա 2026 թվականի մարտին օդի միջին ջերմաստիճանը կազմել է -0.3 աստիճան, որը նորմայի սահմաններում է եղել։ Մարտը կենտրոնի տնօրենի պնդմամբ եղել է ամենատեղումնառատը սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը կազմել է 98 մմ կամ նորմայի 198%-ը։ Եթե ընդհանրացնենք նոյեմբեր-մարտ ամսվա դիտված հիդրոօթերոթաբանական պայմանները, ապա դրանք 2026 թվականի գարնանային վարարումների հոսքի ձևավորման վրա կունենան նորմայից բարձր ազդեցություն։ Բանախոսը տեղեկատվություն տրամադրեց նաև ձնածածկույթի մասին։ 2026 թվականի 3-րդ տասնօրյակի դրությամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում առկա է եղել ձնածածկույթ, որը նորմայից դրական շեղում է ունեցել, կազմելով նորմայի 138%-ը։ Ապրիլ-հունիս ամիսներին հանրապետության տարածքում տեղումների քանակը կազմում է նորմային մոտ։ Ապրիլին օդի միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 1 աստիճանով, իսկ մայիս եւ հունիս ամիսներին նորմայից բարձր 1 աստիճանով։ Հաշվի առնելով դիտված եւ կանխատեսվող հիդրոօթերոթաբանական պայմանները, կանխատեսվում է, որ 2026 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները կլինեն նորմաների 100-130%-ի սահմաններում, իսկ առանձին գետերում 140-ից 160%-ի սահմաններում։ Գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են ապրիլի 3-րդ տասնօրյակին եւ մայիսի 1-ին եւ 2-րդ տասնօրյակներին։ Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման եւ հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա հատվածներում հնարավոր են հեղեղումներ, որոնց վերաբերյալ կանխատեսումներ հնարավոր է կազմել միայն 3-4 օր առաջ։ Ապրիլի 1-ից մինչև հունիսի 1 նկատ ժամանակահատվածում կանխատեսվում է նաև Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացում 40-ից 45 սանտիմետրով։ Նշեց Ազիզյանը, ապա ավելացրեց, որ ջրամբարների մասով սույն տարվա ընթացքում նույնպես նախատեսվում է նորմայից բարձր ջրալցվածություն նախորդ տարիների համեմատությամբ։ Բանախոսներից Գագիկ Սուրենյանն էլ նշեց, որ հունվարի օդի միջին ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում, բայց տեղումնառատ, իսկ ահա փետրվարը եղել է տաք եւ օդի ջերմաստիճանը նորման գերազանցել է 4-ից 6 աստիճանով եւ կրկին եղել է տեղումնառատ։ Ըստ Սուրենյանի, մարտին օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում էր, բայց այն նույնպես տեղումնառատ էր։ Ինչ վերաբերում է ապրիլին, ապա նա ասաց. Մինչև ապրիլի 13-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումները շարունակվելու են։ Տեղումները կրկին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում դիտվելու են ձյան տեսքով, այնպես որ վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածներում ցուցաբերել զգոնություն։ Առանձին օրերին, մասնավորապես այսօր ապրիլի 12-ից 13-ին տեղումները կլինեն զգալի, կուղեկցվեն ամպրոպներով եւ քամուշ գնացմամբ հանրապետության առանձին հատվածներում պորտկումները կհասնի մինչև 24 մետր/վայրկյան արագությամբ։ Պայմանավորված քամու մեծ արագությունների հետ հանրապետության լեռնային մարզերում նաեւ սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Գագիկ Սուրենյանն ընդգծեց, տեղումնառատ եղանակը պահպանվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ, իսկ ապրիլի 14-ից սկսած մինչև ապրիլի 17 նկատ ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կտրուկ կփոխվի։ Հայաստան կներթափանցեն օդային տաք հոսանքներ։ Այս օրերի ընթացքում հանրապետության տարբեր բնակավայրերում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 10 աստիճանով։ Ապրիլի 18-ից Հայաստանը կհյուրընկալի կրկին նոր տեղումնառատ ցիկլոն, բայց տեղումները կդիտվեն արդեն միայն անձրևի տեսքով։